Պատրաստելու եմ ծնեբեկով կրեմապուր։ Հետևեք ինձ եւ գրեք բաղադրատոմսը։ Մի մասը պետք է խաշենք, մյուս մասը տապակենք, հետո միացնենք իրար։ Այս վերևի հատվածը, որը ծաղկի նման է, ահա այս։ Առանձնացրեք, սա պիտի խաշենք։ Իսկ մնացածը պետք է կլոր կտրատենք։ Մինչ եռում է ջուրը, որի մեջ կավելացնենք ծնեբեկը, ահա այստեղ ես արդեն տաքացրել եմ բուսայուղը, ձիթայուղը, ավելացնում եմ ձիթայուղին, սոխ, եռացող ջրին ավելացնում եմ աղ և մի քանի րոպեով եռացող ջրի մեջ եմ գցում ծնեբեկի այս ծաղկային հատվածը, տապակվող սոխին ավելացնում եմ խորանարդաձև մանր կտրատած կարտոֆիլ, ավելացնում եմ նաև ծնեբեկը, ծնեբեկից մի քանի հատ անպայման առանձնացրեք, որովհետև դրանով պետք է մեր ապուրը զարդարենք մատուցելիս, իսկ մնացածը արդեն կարող եք ավելացնել տապակվող կարտոֆիլին, սոխին և ծնեբեկի մյուս մասին։ Այս արգանակը մեզ դեռ պետք է գալու, անջատում ենք և կողք ենք թողնում։ Հիմա ավելացնում ենք 100-ից 150 միլիգրամ սպիտակ անապակ գինի։ Օ, ինչ հրաշալի բույր, երբ գինու սպիրտային հատվածը գոլորշանում է, ավելացնում ենք արգանակը։ Անջատելուց հետո պետք է արդեն վերածել կրեմ ապուրի։ Ավելացնում եմ նաև սերուցք 10% խտությամբ։ Սկսում եմ մատուցել։ Քերում եմ պարմեզան պանիր, մի քանի կաթիլ չիլիով ձիթայուղ և վրան էլ դնում եմ ծնեբեկի թարմ ճյուղերը։ Սեղմեք լայքի կոճակը, սրտիկեք ինձ, ուղարկեք այս բաղադրատոմսը ձեր ընկերոջը, իսկ ես